Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ժամանակակից էլեկտրոնիկան բուռն զարգացող ոլորտ է եւ պետք է նշեմ, որ տարբեր ուղղություններով են հետազոտությունները իրականացվում։ Այսօր առավել արդիական ուղղություններից մեկը համարվում է պլազմոնիկան։ Ես պետք է նշեմ, որ Հայաստանում կան գիտական խմբեր, որոնք իրականացնում են այդ ուղղությամբ առաջատար հետազոտություններ եւ այսօր ես հրավիրել եմ իմ մոտ այդպիսի խմբերից մեկի գիտական ղեկավար ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ներկայանին։ Բարև ձեզ, պարոն Ներկայան։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Պարոն Ներկայան, դուք ֆիզիկա ինստիտուտի տնօրեն եք Երևանի Պետական Համալսարանի, սակայն այս անգամ ես կցանկանայի, որ մենք խոսենք գիտության մասին։ Դուք հանդիսանում եք մի քանի շատ կարևոր, ես նույնիսկ ասայի հանգուցային արդյունքների հեղինակ նանոպլազմոնիկայի ոլորտում, եւ ես խնդրեի առաջի քայլ, ինչպես մեր զրույցի, պարզապես սահմանեք, ինչ են հասկանում այժմ պլազմոնիկայի, նանոպլազմոնիկայի տակ եւ ինչպիսի կիրառություններ ունեն։ Ըստ էության պետք է անջատել պլազմոնիկան նանոբառից եւ ասել ինչ բան է պլազմոնիկան։ Պլազմոնիկան բավականին վաղուց երկարատև հետազոտությունների պատմություն ունի եւ այն սկսվում է մոտավորապես անցյալ դարի սկզբներից։ Դա էլեկտրոնային գազի տատանումն է մետաղներում։ Այնպես ինչպես սովորական օդում տատանվում է օդը եւ փաստորեն վերածվելու ձայնի մենք կարողանում ենք հաղորդակցվել մեկս մյուսի հետ, այնպես էլ մետաղներում, որտեղ կան ազատ էլեկտրոններ, տեղի են ունենում էլեկտրոնային գազի խտացում եւ նոսրացում, արդյունքում ձևավորվում են ալիքներ եւ դրանց անվանված է անվանել պլազմոններ։ Դա երկարատև հետազոտությունների պատմություն ունի, ինչպես ես ասեցի, սակայն անցյալ դարի վերջում 90-ական թվականներին անսպասելիորեն բուռն վերելք ունեցավ եւ իհարկե նրան ավելացավ նաեւ նանոբառը։ Հիմա ինչով էր դա պայմանավորված եւ ինչ նպատակ էր հետապնդում այդ բուռն վերելքը։ Բանն այն է, որ աշխարհը տեղափոխվում էր, հետազոտությունները, տեխնոլոգիան տեղափոխվում են դեպի նանոտիրույթ։ Ասելա թե դա այլևս մետրի միլիարդերորդական մասն է, նանո ասելով, մենք այդ նկատի ունենք։ Եվ կիսահաղորդչային էլեկտրոնիկան մեծ արագությամբ սկսեց նվաճել այդ ոլորտը։ Այսինքն էլեկտրոնիկայի, բուն էլեկտրոնիկայի իմաստով որևէ խնդիր չէր առաջանում։ Իհարկե տարբեր միտումներ ունեին այդ նանո աշխարհի յուրացումը։ Ну գուցե ես կարծում եմ կարևորագույնն այն էր, որ պետք էին ավելի արագագործ ինֆորմացիայի մշակման համակարգեր եւ այդ տեսակետից հույս կար, որ նանոտիրույթը կնպաստի ավելի արագ ինֆորմացիայի մշակմանը։ Բայց դրա հետ զուգահեռ նաեւ զարգացել էր էլեկտրոմագնիսական ալիքների, ֆոտոնների բուռն զարգացումը դեպի հաղորդակցություն, այսինքն եւ ինֆորմացիան մի տեղից մի տեղ տեղափոխել օպտիկական մալուխներով, օպտիկական ալիքատարներով եւ նաեւ ինֆորմացիան էլեկտրոնների փոխարեն ինֆորմացիան մշակել էլեկտրոմագնիսական ալիքների միջոցով։ Այդ ճանապարհին առաջ եկավ մի շատ լուրջ խոչընդոտ, դա այսպես կոչվող դիվրակցիոն սահմանն էր։ Ստացվում էր, որ լույսը ավելի փոքր չափերում չի կարելի սահմանափակել, քան իր ալիքի երկարությունը։ Այսինքն այս բազմաթիվ մեր օպտիկական միկրոսկոպները, մանրադիտակները կարողանում են միայն տարբերակել միկրոնանոց չափի օբյեկտները, այսինքն 10-1, ասելա թե մետրի միլիոներորդ մասի սահմաններից այն կողմ այլևս հնարավորություն չունեն գնալու եւ ահա գիտնականների շրջանում ձևավորվել էր մի տպավորություն, որ ըստ երևույթին մենք այդ չափազանց կարևոր
ֆունկցիոնալ իմաստով անհամեմատ ավելի հարուստ, քան կիսահաղորդչային էլեկտրոնիկան է։ Այդ ոլորտը մենք այնուամենայնիվ նանոաշխարհ տեղափոխել չենք կարող։ Ահա, այսպիսի մի ֆրազա էր տարածված, որ ահա ֆոտոնը չափից շատ կոպիտ օբյեկտ է, էլեկտրոմագնիսական ալիքը չափից շատ կոպիտ օբյեկտ է նանոաշխարհ նրան մտցնելու համար։ Խոշոր օբյեկտ է, եկեք այսպես ասենք։ Նո խոշոր։ Ինչ-որ առումով այդպես։ Անշուշտ, խոշոր կարող ենք ասել։ Ներողություն եմ խնդրում, ես այդ դեպքում կխնդրեի, որ դուք կներեք, որ ես ընդհատում եմ, ուղղակի շատ թիրախային հարց է լինելու։ Դուք հենց այդ հանգուցային աշխատանքներից մեկի հեղինակն եք, ով առաջարկեց գեր ֆոկուսացման երևույթը նման համակարգերում եւ փաստորեն դա լրիվ նոր եւ շատ կարեւոր արդյունք է։ Այ եթե կարելի է այդ տեսանկյունից խնդրում եմ մի փոքր ասեք, էլի ինչ քայլ արվեց, որ այդ գեր ֆոկուսացումը ստացվեց, երբ հնարավոր եղավ լոկալիզացնել ավելի փոքր տիպ։ Եթե թույլ կտաք, ես մի փոքր նաև ասեմ, թե ինչպես է, ինչ առանձնահատկությունը հաշվի առան։ Ուրեմն պլազմոնները ես ասեցի ինչ է, էլեկտրոմագնիսական ալիքը նույնպես գիտենք բոլորս ինչ է, փաստորեն մեր բջջային հեռախոսների հաղորդակցման միջոցն է եւ այլն, բազմաթիվ լույսը նույնպես էլեկտրոմագնիսական ալիք է։ Ապա խնդիրը առաջացավ եւ պարզվեց, որ դրանց կարելի է բաղդատել։ Ասենք թե համարենք, թե պլազմոնները հայրն են, էլեկտրոմագնիսական ալիքը մայրն են եւ դրանց ուրեմն միացման արդյունքում ծնվում է մի երեխա, որի անունը մակերևութային պլազմոն պալարիտոն է։ Այո։ Իրական անունը մենք անվանում ենք նանոպլազմոնիկա, բայց իրական պատմական զարգացման մեջ նրա անունը նանոպլազմոն պալարիտոնիկա պետք է կոչել։ Ну, պարզավոր այդ չափից շատ երկար է, գիտնականները այդ փոչը կտրեցին։ Այսինքն դա էլեկտրոմագնիսական ալիքի էլեկտրոնային գազի բարդ սիմբիոզ է, որը տարածվում է փաստորեն այո, նույն ինչ-որ առումով կարելի ասել մետաղական համակարգերում, նաև սահմանագծի վրա, մետաղի եւ դիէլեկտրիկի, հա։ Եթե թույլ կտաք, ես մի քիչ ավելի մատչելի պատմեմ, եթե կարելի է դա բացատրել։ Ուրեմն երեխան որ ծնվում է, նա կարող է եւ մորը նման լինել, եւ հորը նման լինել։ Տվյալ դեպքում մենք ենթադրեցինք, որ էլեկտրոմագնիսական ալիքը դա մայրն էր, իսկ հայրը պլազմոնները։ Պլազմոնները կարող են շատ ավելի դանդաղ տարածվել, նրանց տարածման արագությունը ամենևին էլ համեմատական չի լույսի արագությանը։ Իսկ ալիքի երկարությունը պարզվում է, որ կարևորագույն փաստարկն է նրանց նվազեցնելու։ Եվ արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվում է, որ երբ որ բոլոր համակարգերում այդ խառնուրդը, այդ նոր ծնված օբյեկտը ավելի շատ կարող է նման լինել հորը ինչ-որ հատկություններով, բայց պահպանելով նաև մոր առանձնահատկությունները։ Եվ առաջին աշխատանքը, որի մասին դուք խոսում եք, դա 1997 թվականին հրապարակված, իսկ մի 2 տարի առաջ էր արդեն աշխատանքը արվել։ Տաներ տարիներ են, եթե հիշում են հեռուստադիտողների այդ շրջանը, դեր բան չկար անել, դուք պետք է գիտությամբ զբաղվեք։ Եվ ահա ծնվեց այդ աշխատանքը, որ կոնական համակարգում, եթե տարածվում է այդ մակերևութային ալիքը, առաջինը սեպաձևն էր, սեպաձև համակարգում, եթե տարածվում է այդ ալիքը, ինչքան մոտենում է գագաթին, այնքան նա ավելի շատ սկսում է հորը նմանվել, ալիքի երկարությունը փոքրանում է, իսկ փոքր ալիքի երկարության դեպքում դրան կարելի է տեղայնացնել ավելի ու ավելի փոքր չափերում, եւ ահա այդ խնդիրը ծնվեց այնուհետեւ ես իմ կոլեգաների հետ միասին նաեւ կոնական համակարգի համար արեցինք այդ խնդիրը։ Եվ այնուհետև պարզվեց, որ դա որոշակի հետաքրքրություն ներկայացնում է աշխարհում։ Այլ հեղինակներ նույնպես սկսեցին այդ ոլորտում աշխատանքները, ծնվեցին փորձարարական աշխատանքներ, համենայն դեպս անցյալ դարի վերջը եւ արդեն մեր ժամանակաշրջանի սկիզբը, դա շրջանի արդեն բավականին կտրուկ եւ մեծ թափով զարգանում էր, բավական ասել, որ տարական 10,000-ի կարգի հոդվածներ էին հրապարակվում, իհարկե ոչ միայն այդ գերֆոկուսացման ոլորտում,
այլ նաև շատ։ Միանգամայն պարզ դարձավ, որ այդ ալիքը, այդ մակերութային նանոպլազմոնը կամ ուղղակի նանոպլազմոնը կարող է ինչ-որ չափով այդ նանո համակարգերում, նանո չիպերում փոխարինել էլեկտրոնին։ Կարող է փոխարինել էլեկտրոնին։ Իհարկե նա ունի նաև իր թերությունները, բայց ամենայն դեպս դա ճանապարհ էր ահա ալիքը մտցնել նանո աշխարհ։ Այո։ Ես իմիջիայլոց ասեմ, որ իմ գոլեգան եւ շատ լավ ընկերը պրոֆեսոր Տիգրան Շահբազյանը, ով Ջեքսոնի համալսարանում է այժմ, նա նույնպես զբաղվում էր պլազմոնիկայի հարցերով եւ ես հիշում եմ, որ նա պատմել թե ինչպեսի բարձր կարծիքներ ունեն այդ աշխատանքների մասին, մասնավորապես պրոֆեսոր Շտոկմանը եւ Բաժիվոլին, ում հետ նաեւ դուք նաեւ ունեք աշխատանքներ համատեղ բազմաթիվ եւ առանձնահատուկ ուշադրություններ են դարձնում հենց այդ խնդիրների կիրառական հարցերին, որ կարելի է դուրս գալ դեպի կիրառություններ անմիջապես այդ գերֆոկուսացման երևույթը օգտագործելով։ Եվ այդ կապակցությամբ ես կուզենայի, որ մի փոքր մենք զրուցենք կիրառությունների մասին, երևի կապի համակարգերում, որովհետև այդտեղ են ասում կարելի է դա հետագայում օգտագործել եւ բիոֆոտոնիկայում։ Ասում են, որ կարող են լավ թիրախներ ինչպես հանդես գալ այդ համակարգերը եւ դրանց միջոցով նույնիսկ մարկերներ օգտագործել, ինչպես կենսաբանական համակարգերը ուսումնասիրելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանավորված ինչպիսի հեռավորության վրա են իրարից գտնվում մասնիկները, հաճախությունները տատանումների պլազմոնային փոխվում են եւ արդյունքում կարելի է ինֆորմացիա քաղել կենսաբանական համակարգերի վերաբերյալ։ Անշուշտ եւ ավելին շատ լուրջ հետազոտություններ են գնում օնկոլոգիայի ոլորտում, ես դրա մասին կասեմ, բայց եթե թույլ կտաք, ես սկսեմ, ասենք, ինֆորմացիայի փոխանակման, տեղափոխման եւ մշակման խնդիրներից, հետո կանցնենք նաեւ բիոհամակարգերի, կենսաբանական համակարգերի վերլուծության։ Ուրեմն համատեղ առաջին փորձարարական ճանապարհ, այսինքն խնդիրը արդեն ես ասացի մոտավորապես, որ մեր կիսաղորդչային էլեկտրոնիկան տեղափոխվել էր դեպի նանոտիրույթ, ըստ էության դա նանոտիրույթում արդեն գործող սարքեր էին, տրանզիստորներ, դետեկտորներ եւ այլն, եւ անհրաժեշտ էր ուղիներ, բայց ոչ էլեկտրոնային եւ այն փոխարինենք, ասենք թե այդ մակերևութային պլազմոններով։ Առաջին փորձարկումները, բավականին հաջող փորձերը, էքսպերիմենտները իրականացրել էր պրոֆեսոր Բոժեվոլնի եւ այնուհետեւ նա հրապիրեց ուրեմն դա հարավդանիական հավասարանից, այնտեղ համատեղ տեսական մասը ես էի իրականացնում, ուրեմն փորձարարականը Բոժեվոլնի խումբներ իրականացնում։ Պարզվեց, որ օրինակ, եթե մետաղի մակերևույթին բացվում են ակոսներ, ապա այդ ակոսների մեջ, ինչպես ջուրը, նման բաներում, ջրանցքներում կարող է հոսել։ Բանն այն է, որ նման ակոսատիպ կառույցներում, այն էլ նանոմետրական չափերում, սովորական ֆոտոնը չի կարող գոյություն ունի դիֆրակցիայի դաժան սահմանը, եւ այնտեղով անցնող ֆոտոնը միանգամից դուրս է շպրտվում, իսկ այս դեպքում այդ ֆոտոնը մի կողմից պլազմոնիկան նրան սխմում է դեպի ներքև, մի կողմից դիֆրակցիան ուզում է բարձրացնի վերև, այդ առաջանում է որոշակի կոմպրոմիս եւ հենց այդ ալիքատարի սահմաններում իրականացվում է տարածումը, բազմաթիվ աշխատանքներ հրապարակվեցին այդ ոլորտում աշխարհի ամենաառաջատար ամսագրերում, այդ թվում Nature-ում մի քանի այդպիսի հոդվածներ հրապարակվեցին։ Եվ արդյունքում դա թվում է, թե կարող է հեռանկարում հանդես գալ որպես կապուղի, փոքր չիպերում կապ ապահովող տարբեր սարքերի միջև, կապը այդ նանոաշխարհում կապ ապահովող ինչ-որ ուղիներ։ Նո այդ խնդիրները մինչև այժմ էլ արդեն զուտ տեխնիկական ոլորտում շարունակում են, երբեմն հաջողությամբ, երբեմն պակաս հաջողությամբ։ Բացի այդ կիրառական ոլորտում նաև չափազանց հետաքրքիր է
այդ պլազմոնների այդ գերֆոկուսացման հետևանքով ինչ որ սուր ծայրերով, կոնական ծայրերով հնարավորություն է ստեղծում զննել շատ նեղ տիրույթներ, նեղ մակերևույթներ, տարբեր մանավանդ եթե հաշվի առնենք, որ դաշտերն էլ շատ ուժեղանում են այդ տիրույթում, ապա այնտեղ տարբեր ոճգծային երևույթներ շատ արտահայտված են հանդես գալիս, հիմնականում տեղայնացված Ռամանյան սպեկտրոսկոպիան է, շատ արտահայտված է հանդես գալիս, այնպես որ կիրառական ոլորտը էդ է, հիմա ինչ վերաբերում է կենսաբանական հարցերին, կենսաբանական խնդիրներում նրանք ավելի շատ հանդես են գալիս որպես սենսորներ, ինչպես դուք նշեցիք, այդ մոլեկուլների կենսաբանական պրոցեսներին մասնակցող մոլեկուլների հաճախականությունը եւ այդ պլազմոնների սեփական հաճախականությունը ինչ որ կերպ կարելի է համատեղել, համաձայնության մեջ դնել եւ այդպեսով իդենտիֆիկացնել նյութը, դրա հետևանքով նաեւ այն պրոցեսները, որոնք կենսաբանական համակարգերում ընթանում են։ Վերջերս շատ բուռն զարգացում է տեղի ունենում նաեւ ուռուցքաբանության ոլորտում։ Սրանք մի փոքր այլ տեսակի պլազմոններ են, խոսքը այս դեպքում գնդային նանո կառուցվածքների մասին է, սովորական մետաղական գնդիկներ են շատ փոքր շառավղով եւ այնտեղ նույնպես կարող են առաջանալ այդ տատանումները, ըստ որում եթե ռեզոնանսային հաճախականություն, մենք գիտենք թե ինչ հաճախականությամբ է նա տատանվում, եթե մենք գցում ենք ինչ որ մի լույս հենց այդ հաճախականությամբ, ապա ռեզոնանսա փաստորեն ուժեղանում է եւ բացի դրանից, այսպես ասած, նաեւ որովհետեւ ինչ որ դիմադրություն կա, ջոուլյան ջերմություն անջատվում, այսինքն այդ շարիկների այդ գնդերի այսինքն փաստորեն կարող է վառվի այդ բջիջը վնասված։ Ահա գաղափարը դրանում է, որ եթե մենք այդ մասնիկներին տեղափոխում ենք ուռուցքի տեղամասը, թիրախային եւ այնուհետեւ ճառագայթում ենք նրանց համապատասխան հաճախականությամբ, նրանք բավական արդեն 40 աստիճանը գերազանցի եւ սկսում է այդ բջիջների ոչնչացումը։ Ոչ ինվազիվ կերպով հնարավոր է լինում ոչնչացնել, երևի դա է։ Եվ խիստ տեղայնացված, այսինքն նաեւ այդ մետաստազների տարածման խնդրումը էապես ի տարբերություն ասենք քիմիական մեթոդի, որ կարող են ամբողջ օրգանիզմի վրա ազդել, դու խիստ տեղայնացած ես դա անում։ Ըստ որում այստեղ էլի հարց է առաջանում, այդ լույսը բայց պետք է այդ օրգանիզմին, այդ օրգանին մոտացնել, որը կարող է բոլոր մաշկից բավականին հեռու լինի։ Դրա համար ինֆրակարմիր տիրույթը, այսինքն լույսի ալիքի երկար ալիքային տիրույթը, որը մեզ համար ավելի տեսանելի չի, պարզվում է խիստ նպաստավոր է, համենայն դեպս ավելի երկար տիրույթ մարմնի ավելի խորը մասերը կարելի է մտցնել այդ ճառագայթումը, համեմատաբար ավելի մատչելի է դառնում։ Ես միգուցե սխալվում եմ, բայց ինչքան գիտեմ, հենց այդ երկար ալիքային տիրույթին բնորոշ տատանումների հաճախություն ունեն վնասված բջիջները։ Ես մի ժամանակ ինչ-որ տենց բան կարդացել էի։ Միգուցե սխալվում եմ, չի կարելի ընդհանրացնել, բայց ես կարդացել էի, որ նաև այդ պատճառն էր հիմնականը, որ նրանք փորձում էին նաև բերեն համեմատության մեջ դնեն սեփական տատանումները, նաև բջիջի տատանումների հետ միասին, որ առողջները այլ հաճախությամբ են, վնասվածը փոխվում է եւ այդ ոչնչացման պահը ռեզոնանսի գալիս է հենց Ես գիտեմ, որ մի քանի այդպիսի աշխատանքներ կան, այո, բայց իմ կարծիքով դրանք դեռևս հավաստի չեն։ Ցավոք վնասված բջիջը եւ առողջ բջիջը շատ մոտ են իրենց ֆիզիկա-քիմիական հատկություններով, շատ մոտ են եւ այդ տեսակետից անմիջական ռեզոնանս ապահովել չի կարելի։ Դրա համար գերադասում եմ ջերմայինը։ Ջերմայինը թող 50 աստիճանը դա մի մեծ թիվ չի։ Օրգանիզմը չի վնասվում դրանից։ Չի վնասվում, տեղայնացված է։ Իսկ բջիջը ոչնչանում։ Շատ ակտիվ է հենց այդ ոլորտում հետազոտությունները, շատ ակտիվ են։ Ենթադրում եմ, որ դա դեռևս հեռանկար ունի, շատ լուրջ հեռանկար ունի։ Ճիշտ ասած, ես
շատ մեծ զարմանք ապրեցի, երբ պարզեցի, որ պլազմոնիկայի մասին առաջի տեղեկությունները դեռ 1840 թվականին հայտնել է Մայքլ Ֆարադեյը։ Դա շատ հետաքրքիր կերպով է նա հայտնաբերել, նա իր լաբորատոր մատյանի մեջ գրառում է արել, որ ուներ ոսկու մասնիկների տարբեր լուծույթներ եւ մեծ եւ փոքր մասնիկներից կազմված լուծույթների օպտիկական ճառագայթումը իրարից տարբերվում են։ Ինչի հետևանքով ինքը եզրանկացություններ արել, որ ամենայն հավանականությամբ կա ինչ-որ կապ օպտիկական հատկությունների եւ մասնիկների չափերի։ Դա ինչ-որ առումով կարելի է ասել սկիզբն է եղել։ Ես շատ զարմացա, որ դա կարդացի։ Ես այդ դեպքում ավելի կզարմացա։ Իրականում 4-րդ դարում կա այսպես կոչվող Լիկուրգյան Լիկուրգի գավաթ, այդ հասկանալի է, այնտեղ ոսկու եւ վարծաթի մասնիկներ։ Այսինքն դա ապակու մեջ նանո մասնիկներ են եղել, այդ գավաթը բավականին տպավորիչ է եղել։ Կապված թե ինչ ճառագայթում է ստալի, տարբեր գույնի։ Տեսեք, եթե դուք այդ գավաթին գցում եք արտաքին դաշտը, արտաքին լույսն է ընկնում նրա վրա եւ նա անդրադառնում է ասում է ձեր աչքին այդ գավաթը ձեզ համար կանաչ է եթե մոմը դնում ես գավաթի ներսը եւ ներսից ես նայում պարզվում է որ այդ գավաթը արտահայտված կարմիր է եւ այդ ամբողջը իհարկե նանո ռեզոնանսներն են ռեզոնանսային հաճախականությունը գտնվում է դրանց միջեւ Դա տպավորիչ երևույթ է, պատկերացնում եք, ահա 3-րդ դարի մարդուն, 4-րդ դարի մարդուն այդ բանը ցույց տալ, իհարկե տպավորիչ է, բայց դա մի երևույթ է, որ մենք մեր կյանքում ամեն օր տեսնում ենք։ Երկինքը կապույտ է, իսկ մայրամուտի ժամանակ կարեգակը կարմիր է դառնում։ Ռելիանցման հետևանքով։ Մի դեպքում ավելի երկար ճանապարհ է անցնում մայրամուտի ժամանակ, դրա համար ցրումը գնում է դեպի կարմիր։ Այնտեղ ցրումը է, այստեղ թափանցում է։ Ցրվում են բարձր հաճախականության վրա, թափանցում են ցածր հաճախականության։ 200 տարվա ընթացքում այդ եզրահանգմանը եկել են։ Դա պարզվում է բավականին բարդ հարց էր։ Հա, իսկ ինչ վերաբերում է Ֆարադեին, միանգամայն հնարավոր է, բայց ըստ էության գիտական վերլուծությունը պլազմոնիկայի իհարկե սկսվեց այն բանից հետո, երբ Լորենցը ձևակերպեց էլեկտրոնային տեսությունը, եւ այդ էլեկտրականային տեսության հետագա զարգացումներ, այսինքն իրականում իհարկե 19-րդ դարի սկզբը, 20-րդ դարի սկիզբը կարելի է լուրջ գիտական հետազոտությունների տիրույթ համարել, հենց այդ 20-րդ դարի սկիզբը։ Իսկ այդ ժամանակ այդ ինտեգրալային ֆոտոնիկայի հետ կապված որ ասում են հնարավոր լինի միացնել այդ ամենը բարդ ֆոտոնային սարքերի մեջ։ Այ որքանով դա հնարավոր է անել Եվ մասնավորապես կարելի է արդյոք հույսեր ունենալ, որ ինֆորմացիայի պահպանման հետ կապված կարող է ինչ-որ խնդիրներ լուծվել։ Տեսեք, տեսեք ինչու նա խնդիրը ըստ էության ինֆորմացիայի փոխանցման տեսակետից։ Մենք ինչ ունենք, երբ որ մենք հաղորդալարերով ինչ-որ ազդանշան ենք փոխանցում։ Մենք կամ ասում ենք հոսանք կա, հոսանք չկա։ Հիմա փորձենք այդ նույն բանը իրականացնել, ասենք թեկուզ տեսանելի լույսի միջոցով։ Մենք կարող ենք ասել, նույն օպտիկական մալուխն է, որով անցնում է օպտիկական ազդանշան։ Հիմա մենք կարող ենք ասել այս դեպքում, կարմիր լույս կա, կարմիր լույս չկա, դեղին լույս կա, դեղին լույս չկա։ Եվ այլն, հա, բայց այդ 7-ը չի, որ մենք ցիածանը բաժանում ենք 7 գույնի։ Իրականում ինֆորմացիայի մի հատ կանալ է այսպես կոչվող շատ ավելի փոքր հաճախականային տիրույթ է։ Եվ այդպես մենք տեսանելի տիրույթում կունենանք 20000 կանալներ, ալիքատարներ։ Դուք պատկերացնում եք, որ մի հատ հոսանք կան, հոսանք չկան, փոխարինվում է արագագործությունը շատ կտրուկ կբարձրանա։ Դա իհարկե բերում է շատ լուրջ բաների։ Գիտեք ինչ է, բայց դա իր խնդիրներն էլ է բերում։ Իր խնդիրները, ինչի է կիսահաղորդային էլեկտրոնիկան ամենայնիվ էս հաղթարշավը մինչև հիմա ուժի մեջ, տարբեր պատճառներ կան, դրանցից մեկը ես ասեցի, որ ֆոտոնը ավելի խոշոր օբյեկտ է, իսկ պլազմոնիկայի դեպքում կլանումների խնդիրը առաջանում բավականին լուրջ,
Բանն այն է, որ չիպ ասածը, որ այսքան տարածված է, դա ընդամենը մի բյուրեղ է, որի վրա դուք հենց ինքդ այդ մի բյուրեղի վրա կառուցում ես այդ քո ամեն ինչը։ Տրանզիստորներ, դիոդներ, ես ինչի նույն նյութից։ Այդ նույն նյութը, որ ընդարձակումը դա ջերմաստիճանը բարձրացնես, տունալ չէ, կարող ընդարձակվի եւ այլն, չէ, եղանակներ տարբեր։ Բոլորը հավասարաչափ են ընդարձակվում։ Ցավոք, երբ որ մենք տեղափոխում ենք օպտիկա, այնտեղ մինյութից այդ ամենը չէ սարքի։ Եվ այստեղ խնդիրը առաջանում, որ բաղոր հանկարծ Երևանն է, հա, ջերմաստիճանը հասավ 50-ի արևի տակ կամ 60-ի, էլ հանկարծ այդ սարքն էլ ինչ։ Այսինքն այդ տիպի զուտ տեխնիկական տիպի խնդիրներ են առաջանում։ Դու թվում առաջի հայացքից թե դե լավ այդ ինչ խնդրեմ է, մի բան կանենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռևս էլեկտրոնիկային չենք հասնի։ Եվ նորից եմ կրկնում, էլեկտրոնիկայի սահմանները շատ հստակ են, արագագործությունը։ Լավագույն, ճշգրիտ, իդեալական հաշվարկը ցույց է տալիս, որ մի միավորը ինֆորմացիայի կարելի է ամենաշատը էլեկտրոնային միջոցներով փոխանցել 10-11 աստիճան վայրկյանի ընթացքում։ Այսինքն մեկը բաժանած 1 11-0 ահա այդքան վայրկյանի ընթացքում, թվում է թե ֆանտաստիկ է, բայց ժամանակակից պահանջները ավելի արագ են պահանջում։ Այդ կարելի է հաղթահարել միայն լույսային ազդանշանի միջոցով, որի արագությունը իհարկե էլեկտրոնային հոսանքի արագությունից անշուշտ ավելի մեծ է, հոսքի էլեկտրոնի թռիչքն է աղքատացված գոտում, այսպես կոչվող, այդ տևողությունը դրանով է որոշվում։ Իհարկե այդ խնդիրը կա, որ օպտիկան եւ արագագործ է, եւ բազմաֆունկցիոնալ է, հաճախականությունների լայն տիրույթ ունի, որը ապահովում է մեծ զուգահեռ ծրագրավորում, մեծ մեկին մի խնդրի մի մասն է հանձնարարում, մյուսին մի մասը, այնուհետև արագ հավաքում ես, հիմա ես բերում եւ ստանում ես արդյունքը, ինչը հիմա արդեն խնդրեմ է դարձել սովորական էլեկտրոնիկայի համար։ Ամեն մեկին մի հատ հաղորդալար դիլնես, դե պատկերացրեք 10,000 հաղորդալար այդ ոնց պիտի անես։ Հասկանալի է։ Եվ ինչքանով է դա կարող։ Դե այդ դեպքում հուսանք, որ հնարավոր կլինի հաղթահարել այդ խնդիրները տեխնիկական, որքանով ես հասկանում եմ հիմնարար մասը բավականաչափ զարգացած է տեսության հիմնարար եւ ավելի շուտ դա դեպի տեխնոլոգիաներ է գնում։ Անշուշտ։ Եվ անչափ շնորհակալ եմ ձեզ այս շատ հետաքրքիր զրույցի համար, պարոն Ներկայան։ Հաջողություն ձեզ։ Station